Լիանը արդեն պսակվելու մատանիներ դեր տեսել եք։ Ինձ թվում է взлётный полоса-ը։ Կսմանեմ, որ սկսես պսակվելու արարողություն հիմա, ես էլ պատրաստ չեմ։ Աշել երկու տորիկո լավ, տոմսում եմ ասել դա։ Ասես քո առավելությունը որպես ադմին։ Երևի մի քիչ ավելի պրակտիկ եմ այս տեխնիկայի ոլորտում։ Լավ, իսկ բյութում ինչն է ամենակարևորը շուտ ու արագ հասկանալ։ Անկեղծ, ամեն ինչը։ Եթե մի բան չես ջոկում, ուրեմն ինչ որ մի ձև դու հետ ես այդ ոլորտի առաջ խաղացումից։ Ես որ ադմինի սկզբում ասենք ջղայնանում եմ, այդ որ այսինքն այդ վարժվածությունը ես այնքան սովոր եմ, որ ինձ թվում է ով եկավ այդ շատ པարզ բաները պիտի հասկանա։ Ու երբ որ դա չեն անում, ես ամեն գիշեր ձեզ գործից հանում եմ, ամեն առավոտ ընդունում մտքիս մեջ։ Քանի անգամ ես ինձ հանում։ Ես հա հանել եմ։ Իսկ դու ինչ ես ինձ ասեք հո քնելուց առաջ։ Վատ բանել։ Անկեղծ չեմ ասել, բայց ամեն մեր խոսակցությունից հետո այդպես որ գործից քիչ մնացել դուրս գամ, լիքը բաներ է հաջորդ օրը իմ մոտ առավոտյան փոխվել։ Ասա որ աճաբերում, երբ որ դու քեզ ճզմելով հարմարեցնում ես տվյալ ոլորտի ճիշտ սովորություններին։ Հա, բայց մի քիչ պետք է խրակցեր բայք։ Նայեք, Լիանան որ եկավ մեզ մոտ, մեր ադմինները շատ ավելի շատ էին աշխատակիցներին ասենց երես տալիս, քան Լիանան, քանի որ նա իրանց սերնդից էր։ Ընդհանրապես չէր վախենում կամ չէր մտածում ճիշտ հարաբերություններ հավասար ստեղծել։ Իհարկե չէր մտածում, ես ինչ եմ կորցնում այդ ժամանակ, ասենք մաստերները ամեն օր իմ ականջին ասում էին, որ սա մարդ չի։ Ես էլ կասեմ իրանց։ Օրինակ քեզ ինչով կարան կաշառել։ Վերաբերմունքով։ Իսկ ո՞ւմ քեզ փողով չի ստացվի։ Չէ, փողով հաստատ չէ։ Ես ավելի շփման տենց տեսակով եմ։ Ինձ շփմանի մեջ եթե կարողանաք ներգրավեք ու ես ձեր հետ շատ կոմֆորտ ու ուրախ լինեմ, ուրեմն մեր Այսինքն պետք է մի հատ գործներ թողնենք, մտածենք դրան ուրախ չի։ ինձանից է կախված, չէ, ալո։ Լավ, ալո բարի, այո, այն անուշ ձայնը դու ես։ Այո։